Հաղորդման հովանավորն է հարավ-արևմտյան թաղամասում գործող Մանկան մոլորակ սրճարանը։ Սիրելի մայրիկներ եւ տատիկներ, ձեր փոքրիկի ծննդյան տոնը, ատամնահատիկը, կնունքը եւ ամանորյա ուրախ միջոցառումները նշելու լավագույն առաջարկը Մանկան մոլորակ սրճարանից։ Դեկտեմբերի 10-ից հատուկ ամանորյա հեքիաթ շոու, երեխաների, մուլտհերոսների եւ իհարկե ձմեռպապի եւ ձյունանուշի անմիջական մասնակցությամբ։ Մանկան մոլորակ, զվարճանքի եւ ժամանցի լավագույն ընտրություն։ Հարևանությամբ գործում է նվերների խանութ։ Հաղորդման հովանավորն է Օքսիջեն բժշկական կենտրոնը։ Մեկ լուսարձակման արժեքն է 100 դրամ։ Օքսիջեն բժշկական կենտրոնն իրականացնում է ֆոտոէպիլյացիա մատչելի գներով։ Կենտրոնում նախքան էպիլյացիան սկսելը իրականացվում է անվճար խորհրդատվություն։ Եթե չկա հորմոնալ խանգարումներ, իրականացվում է էպիլյացիա, իսկ եթե կա, այդ դեպքում հենց կենտրոնում ախտորոշվում են վահանաձև գեղձը, գինեկոլոգիան, հորմոնները եւ իրականացվում են ապարատային բուժումներ։ Օքսիջեն բժշկական կենտրոնը միակ կենտրոնն է Հայաստանում, որտեղ հորմոնալ խանգարումները բուժվում են առանց հորմոնալ դեղորայքային միջամտության, որին զուգահեռ իրականացվում է ֆոտոէպիլյացիա։ Հաղորդման հովանավորն է Նոդոլ ընկերությունը։ Աշուն, ձմեռ, անցկացրեք առանց հազի, գրիպի եւ մրսեցության։ Նոդոլ բրոնխո, Նոդոլ ֆլյո, Նոդոլ ֆլյո, նոր աննախադեպ հզոր դեղամիջոց գրիպի եւ մրսեցության դեմ։ Բարձր ջերմություն, թուլություն, հազ, գլխացավ, մկանային եւ կոկորտի ցավեր։ Ազատվեք ձեզ տանջող ցավերից։ Հաղթահարեք մեկ հզոր հարվածով։ Նոդոլ ֆլյո։ Նոդոլ ֆլյո, մեկ հզոր հարված ընդդեմ գրիպի եւ մրսացության։ Նոդոլ բրոնխո, 7 դեղաբույսերի համակցված ուժը կվերացնի ձեր հազը։ Նոդոլ բրոնխո, կոկորտի լավագույն պաշտպան։ Բարի օր, կրկին Աստրոլայմն է մեր եթերում։ Ներկայացնում ենք աստղագուշական տեսությունն այսօրվա դեկտեմբերի 22-ի համար։ Հետևել աստղերի խորհուրդներին, թե ոչ որոշեք ինքներդ։ Ինչպես նաև կտեղեկացնենք, թե ինչ հանրաճանաչ մարդիկ են ծնվել այսօր եւ ինչ կարևոր դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունեցել այսօր մեր մոլորակում։ Այժմ անդրադառնանք կենտրոնակերպի նշաններին։ Խոյեր, անբարենպաստորեն ձեզ համար նախապատրաստել աստղերը, ագրեսիվությունը, մարդկանցից առանձնանալը եւ նրանց ղեկավարելը կարող է բողոքի հիմք հանդիսանալ ընկերների կողմից։ Միայն շատ քչերը այսօր ձեզ կհասկանան։ Ցուլեր, օրը շատ դժվար կարող է լինել ձեզ համար։ Գործնական հարաբերությունները կաճեն, որն էլ պատճառ կդառնա նոր ծանոթությունների համար։ Դա հատկապես վերաբերվում է տղամարդ ցուլերին։ Այսօր աստղերը խորհուրդ են տալիս զգուշանալ, ձեր անվճռականությունը կարող է վեճերի առիթ հանդիսանալ։ Կենտրոնացեք ամենագլխավորի վրա եւ ավարտին հասցրեք այն։ Բացառված չէ այսօր ղեկավարության կողմից բացասական վերաբերմունքը։ Երկվորյակներ, օրվա առաջին կեսը շատ բարենպաստ է այն երկվորյակների համար, ովքեր զբաղված են առևտրային գործունեությամբ։ Դուք կարող եք իրականացնել անցած շաբաթվա գաղափարները եւ ծրագրերը։ Չի բացառվում հովանավորների եւ ազդեցիկ մարդկանց աջակցությունը։ Աստղերը խորհուրդ են տալիս զգուշանալ եւ զերծ մնալ շտապ որոշումներ կայացնելուց։ Զինվեք համբերությամբ, հավաքեք բոլոր ուժերը եւ ավարտին հասցրեք սկսած գործերը։ Խեցգետիններ, այսօրվա ծագած խնդիրները կարող են պատճառ հանդիսանալ տրամադրության կտրուկ փոփոխման համար։ Մի թափեք զայրույթը ընտանիքի անդամների վրա, կենտրոնացեք գլխավորի վրա եւ պատվով դուրս եկեք բարդ իրավիճակից։ Աշխատեք անտեսել խնդիրները, ցանկացած խնդիր իր լուծումն ունի, եթե լինեք համբերատար։ Առյուծներ, անբարենպաստորեն ձեզ համար պատրաստել աստղերը, որոշումներ կայացնելիս ուշադիր եղեք, հատկապես եթե դա վերաբերվում է մասնագիտական ոլորտին։ Հիշեք, որ ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով պետք է լինի եւ ինչ լինում է, ուրեմն բարին դա է։ Հնարավոր է նյութական իրավիճակը վատանա։ Մի կորցրեք ձեզ, լավատեսորեն տրամադրվեք եւ աստղերը ձեզ կժպտան։ Կույսեր, անբարենպաստ օր է այսօր որոշ կույսերի համար։ Ձեզ կթվա, որ ամեն ինչ ձեր դեմ է, հավատացեք, ամեն ինչ վերջ ունի։ Միայն մոտ ընկերները ձեզ կհասկանան։ Այս ամենից ողբերգություն մի սարքեք։ Իրավիճակը այնքան էլ ծանր չէ, որքան ձեզ է թվում։ Եթե ունեք հնարավորություն մեկուսանալու, ապա անպայման օգտվեք առիթից։ Դա կօգնի ձեզ հանգստանալ, իմի բերել մտքերը եւ ճիշտ որոշումներ կայացնել։
Կշերքներ, աստղերն այսօր անհաջող օր են նախապատրաստել, բացառված չեն նոր խնդիրների ծագումը, այսօր չեք խուսափի նաև տհաճ պարտականություններից, հնարավոր է կեղծ տեղեկություններ ստանաք, եղեք ուշադիր, այսօր սխալ հաշվարկի պատճառով ֆինանսական կորուստ կունենաք, որը պայմանավորված է խոշոր գնումների հետ։ Առաջին հերթին ճիշտ պլանավորեք ձեր ժամանակը եւ այս դժվարին իրավիճակից հաղթող դուրս կգաք։ Կարիճներ, օրվա առաջին կեսը լի է կասկածանքներով եւ հիասթափություններով։ Գործընկերների հետ աշխատանքը ձեզ փակուղու առջև կկանգնեցնի եւ կբարթեցնի հետագա շփումը։ Աստղերը խորհուրդ են տալիս չհանձնվել, ուշադիր լինել յուրաքանչյուր քայլն անելիս, գործեք ըստ հանգամանքների եւ մի շարժվեք ուրիշների խորհրդով։ Օրվա վերջում երեխաների հետ շփումը մոռացնել կտա բացասական տպավորությունները։ Աղեղնավորներ, հնարավոր է այսօր ունենաք պրոբլեմներ մասնագիտական ոլորտում, բացառված չեն նաև բարդություններ անձնական կյանքում, հնարավոր է տհաճ խոսակցություններ լսեք, աստղերը խորհուրդ են տալիս լինել համբերատար եւ դիմացկուն, ձեր անհանգստության պատճառով կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում եւ ներքաշվել անցանկալի վեճերի մեջ։ Այծեղջյուրներ, անհաջող օր է այսօր ձեզ համար, այսօր այծեղջյուրներից շատերին կարող է թվալ, որ ամեն ինչ իրենց դեմ է, այս ամենը մի բարդեցրեք, ամբողջ խնդիրը ձեր կասկածամտության մեջ է, օրն անցկացրեք միայնության մեջ, դա կօգնի ազատվել ավելորդ լարվածությունից։ Ջրհոսներ, տիեզերական էներգիայի վերափոխման օր է, սպասեք անսպասելի փոփոխությունների ձեր կյանքում, հիմնականում փոփոխությունները կապված կլինեն անձնական կյանքի հետ, ազդեցիկ մարդկանց հայտնվելը ձեր կյանքում կնպաստի գործերի ճիշտ ընթացքին, եղեք ուշադիր եւ կշռադատեք ամեն մի մանրուք։ Ձկներ, օրը հաղթանակներով լի է, շատ ձկների աստղերը հնարավորություն են տալիս փոխել վարքագիծը, նույնիսկ կարող եք փոփոխություններ անել ոճի մեջ, ցանկացած գործարք հաջողությամբ կավարտվի, ստեղծագործական ոլորտում կարող եք փայլել, աստղերը զգուշացնում են որոշ ձկների, լինել պատրաստ ոչ այնքան բարեհաճ վերաբերմունքի որոշ մարդկանց կողմից։ Այսպիսին էին աստղերի կանխատեսումները, հետևել աստղերի խորհուրդներին, թե ոչ թողնում ենք ձեր հայեցողությանը, իսկ այժմ այն մասին, թե ինչ հանրաճանաչ մարդիկ են ծնվել այսօր։ 1819 թվականի այսօրն է ծնվել Ֆրանց Ապտը, գերմանացի կոմպոզիտոր, Ապտի երգերը իրենց հաճելի մեղեդայնությամբ հեշտ կատարելու շնորհիվ լայն տարածում են ունեցել Եվրոպայում եւ Ամերիկայում։ 1887 թվականին է ծնվել հնդիկ մաթեմատիկոս Սրիվանսա Այենգորը, նա չունենալով հատուկ մաթեմատիկական կրթություն, մոտ 120 թեորեմ է ձևակերպել։ Իտալացի օպերային կոմպոզիտոր Ջակոմո Պուչինին ծնվել է այսօր 1858 թվականին։ 1937 թվականի այսօրն է ծնվել ռուս գրող Էդուարդ Ուսպենսկին, նրան են պատկանում Չեբուրաշկան եւ նրա ընկերները հիանալի հեքիաթը։ Իսկ հիմա ներկայացնեմ այն կարևոր իրադարձությունները, որոնք եղել են այսօր։ Այսօր Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելարուսում նշում են էներգետիկի օրը։ 1919 թվականի այսօրը ԱՄՆ-ից բուֆորտ շոքենավով խորհրդային Ռուսաստան արտաքսվեց 249 մարդ, որոնք մեղադրվել էին կոմունիստներին համակրելու մեջ։ 1944 թվականին Հնդկաչինաստանը օկուպացրած Ճապոնիային դիմադրելու համար ստեղծեց Վիետնամական ազգային բանակը։ 1965 թվականին Մեծ Բրիտանիայում բոլոր մերձքաղաքային ճանապարհներին առաջին անգամ արագության սահմանափակում մտցվեց ժամում 70 մղոն։ 1931 թվականին Վատիկանի գրադարանում հրդեհը ոչնչացրեց մոտ 15000 գիրք։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ամենաթանկ բանն այս աշխարհում ժամանակն է, գնահատեք եւ վայելեք ամեն մի վայրկյան, իսկ մենք կհանդիպենք առայժմ։